Առյուծը և մարդը։ Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով ու անցնում։ Առյուծը հարցրեց նրանց. «Ինչու եք փախչում, և ո՞ւմ մահից եք այդպես զարհուրած»։ Նրանք ասացին. «Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը»։ Առյուծն ասաց. «Ո՞վ է մարդը, ի՞նչ է նա, ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից»։ Կենդանիներն ասացին. «Կգա, կտեսնի քեզ, և քեզ վայ կլինի»։ Եվ ահա հանդից եկավ մի հողագործ մարդ։ Առյուծն ասաց. «Մի՞թե դու ես այդ մարդը, որ փախցնում է գազաններին»։ «Այո, ես եմ», ասաց մարդը։ «Արի կռվենք», ասաց առյուծը։ «Այո, բայց քո զենքերը քեզ հետ են», ասաց մարդը, «իսկ իմը տանն է։ Եկ նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև գնամ առնեմ իմ զենքերը և ապա վերադառնամ»։ Առյուծն ասաց. «Երդվիր, որ կգաս, և ես կլսեմ քեզ»։ Մարդը երդվեց, և առյուծն ասաց. «Հիմա կապիր ինձ և գնա ու շուտ դարձիր»։ Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապեց կաղնու ծառին, ծառից կտրեց մի ճիպոտ և սկսեց զարկել առյուծին։ Առյուծը գոչեց. «Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել»։